Բարև ձեզ Factor TV հյուրը պատմաբան Համոլ Սուքիասյանն է, ողջույն, պարոն Սուքիասյան։ Բարև ձեզ։ Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնը եւ կարելի է իրապես փաստել, որ անկախ պետականության վերականգնումը շուրջ 5 դար պետականություն, պետություն չունեցած հայ ժողովրդի երազանքների իրագործումն էր, բայց սա այսպես կենացային մակարդակի ես թվարկում արեցի, ինչը իրապես փաստերից է բխում, կուզենայի ձեզնից որպես պատմաբան լսել այն իրողությունները եւ պատմական փաստերը առաջին հանրապետության ստեղծման վերաբերյալ, որոնք հաճախ դուրս են մնում դասագրքերից եւ հայտնի ճշմարտություններից դուրս են։ Նախ շնորհավորում եմ մեր հեռուստադիտողներին Հայաստանի անկախության օրվա առթիվ, առաջին հանրապետության անկախության, որ հիմա կոչվում է հանրապետության տոն, եւ իսկապես դա մեր պատմության կարևորագույն եւ էջերից է եւ նաեւ ինչպես դուք էլ շեշտեցիք, երկարամյա ընդմիջումից հետո, այսինքն 1375 թվական, երբ որ Կիլիկիայի հայկական պետությունը անկում ապրեց, դրանից հետո միայն 1918-ին անկախ հայկական պետություն ստեղծվեց եւ եթե վերանանք այսպես ընդհանուր լեքսիկոնից, բայց նաեւ դա հաշվի առնելով միանշանակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմամբ հայ ժողովուրդը չափազանց մեծ ձեռքբերումներ ունեցավ։ Եվ այսօր, երբ որ մենք ունենք անկախ պետականություն, դա 1918 թվականից եկող այդ պետականությունների շղթայի կարևորագույն մի օղակն է։ Այսինքն, եթե չլիներ առաջին հանրապետությունը, դժվար է պատկերացնել, թե խորհրդային շրջանում Հայաստանը կունենար արդյոք նույն կարգավիճակը նկատի ունեմ Միութենական հանրապետության, թե հարևան կամ ոչ հարևան որևէ հանրապետության կազմում կունենար որևէ, այսպես ասենք, ինքնավարություն։ Օրինակ քրդերի կարգավիճակը այսօրվա Թուրքիայի տարածքում։ Կամ նույնիսկ այդ տարբերակով։ Դրա համար մենք պիտի հավուր պատշաճ գնահատենք եւ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծած գործիչներին, այդ սերնդին եւ նաեւ հաշվի առնենք, որ մենք պարտավորություններ ունենք նաեւ այդ մարդկանց եւ այդ սերնդի հետ կապված, եւ իրենց հանրահռչակելու, իրենց գործունեությունը ուսումնասիրելու, իբրև նաեւ հետազոտող պատմաբաններ եւ նաեւ ինչպես ընդունված է ասել նաեւ մեր մասնակցության դեպքում դասեր քաղելու տեսակետից, որ այն խնդիրները, դժվարությունները, որ այդ մարդիկ հանդիպել են, գուցե որոշները մենք նույնությամբ կամ մի փոքր ավելի տարբեր այսօր ենք հանդիպում, կարողանանք լուծումներ գտնելու գործընթացում հաշվի առնել մեր նախորդ սերունդի փորձառությունը, եւ դրական, եւ նաեւ բացասական փորձառությունը։ Դասեր քաղելու թեման իմ ամենասիրելի թեման է, ընդհանրապես պատմությունը ուսումնասիրելիս եւ յուրաքանչյուր շրջան մեր ժողովրդի պատմության յուրահատուկ դաս է, ուղղակի պետք է ճիշտ ընկալել այդ դասերը, բայց նաեւ այսպես շատ ոչ հայտնի փաստերից մեկն էլ, որ Թուրքիայի ըստեյության պարտադրանքով է այդպես ճիշտ եմ ասում, առաջին հանրապետությունը հռչակվել, որովհետև խնդիր ուներ հարավկովկասյան 3 հանրապետությունների Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի հետ կնքել պայմանագիր Բաթումի եւ ուզում էր իրավական սուբյեկտների հետ կնքել պայմանագիր եւ որոշակի զգուշավորություն, վախ կամ դիմադրություն կար ժամանակի դաշնակցական իշխանությունների կողմից։ Ինչ կարող եք ասել այս մասով։ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը մի քանի հանգամանքներով էր պայմանավորված, դրանցից բնականաբար երևի առաջինը դա այն սերունդն էր, որի մասին ես խոսեցի, հայազատագրական շարժման գործիչների, դրանց մեջ եւ դաշնակցական էր, որ հայ հեղափոխական դաշնակցությունը այդ շրջանի այսպես ասենք զանգվածային եւ ամենաազդեցիկ հայ քաղաքական կուսակցությունն էր, եւ հնչակյան կուսակցության, արմենականների, այսինքն նաև սոցիալիստների եւ սոցիալ-դեմոկրատների երկարամյա պայքարի արդյունքներ, երբ որ մի քանի սերունդ դաստիարակվում էր պետական որևէ կարգավիճակ ունենալու, այսպես ասենք, ցանկությամբ, նպատակով եւ դրան ուղղված գործունեություն էր ծավալում, բայց պիտի շեշտենք նաև այն հանգամանքը, որ
19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի ներկայացուցիչները դեռևս, այսպես ասենք, հեռավոր ապագայի խնդիր էին համարում անկախ պետություն ունենալը։ Պատրաստ չէին վերցնել այդ բեռը։ Այո, նաև հասկանում էին, որ նաև չափազանց տարօրինակ կարող էր այդ միջին վիճակագրական հայի համար այդ շրջանում լինել, եթե իրենք լսեին, որ Օսմանյան կայսրությունը կամ ռուսական կայսրությունը կարող է մի օր փլուզվել։ Սովորական միջին վիճակագրական մարդը դրան չէր հավատում, կամ շատ քչերը կարող էին հավատալ։ Եվ այդ հավատացողներն էլ դրանք հիմնականում այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին, որոնք իրենց կյանքն էին նվիրել այդ շարժումներին, նաև հակաօսմանական, հակացարական շարժումներին, եւ մենք տեսնում ենք, որ նրանք վերջնարդյունքում պատկերացնում են առաջնահերթ իբրև խնդիր, նաև հայ քաղաքական մտքի ներկայացուցիչները, Օսմանյան կայսրության տարածքում եւ ռուսական կայսրության տարածքում ունենալ ինքնավար կազմավորումներ։ Հա, ինչպես շատ էին նշում նաև դաշնակցական, որ ինքնավար կանտոն, հա, ինքնավար միավոր, որը նաև իրենց ակնկալած ֆեդերատիվ ենթադրենք ռուսական պետության մի մասնիկը կլինի։ Ամու կարող ենք շատ կոպիտ համեմատել, ինչպես Խորհրդային Միության ժամանակներում էր Խորհրդային Հայաստանը։ Այսինքն մի տանիք լինի ամեն դեպքում։ Այո, մի տանիք լինի եւ այնուհետեւ պատասխանատուն մենք չլինենք, սա էր այդ մտածումը։ Այո, եւ այնուհետեւ իբրև հերավոր նպատակ արդեն դրվելու էր կամ դրվում էր անկախության հարցը։ Այսինքն սա առաջնահերթ, այսինքն քայլ-քայլ պիտի գնանք։ Երբ որ 1914, 1918 մինչև 23 թվականը շարունակվեց հայոց ցեղասպանության ընթացքում, մեծ եղևնի ընթացքում Արևմտյան Հայաստանը հայազրկվեց, Օսմանյան կայսրության կոտորեց, ջարդեց, տեղանության ենթարկեց իր քաղաքացի հայերին։ Դրանից հետո փաստորեն հայության կենտրոնը դարձավ, միակ կենտրոնը դարձավ արդեն Արևելյան Հայաստանը, եւ այդ շրջանում էր, որ 1917 թվականին առաջի աշխարհամարտի ընթացքում ռուսական կայսրությունը կործանվեց, լուծարվեց, եւ այնտեղ սկսվեց այսպես ասենք ժողովրդավարացման գործընթացը ամբողջ կայսրության տարածքում, այդ թվում Անդրկովկասում եւ Արևելյան Հայաստանում, եւ մյուս գործոնը հաջորդ ազատագրական շարժումներից հետո ռուսական ինքնակառավարության կործանումն էր։ Եվ այնուհետև բոլշևիկյան հեղափոխությունից հետո 1917 թվականի արդեն նա փետրվար էր, սա հոկտեմբերի վերջ, հոկտեմբերի 24-25, արդեն տարածաշրջան Անդրկովկասը անջատվեց Բուն Ռուսաստանից։ Եվ այս հանգամանքը Օսմանյան իշխանությունները հարմար հանգամանք դիտարկեցին, կարծելով, որ եզակի հնարավորություն է իրենց համար, որ այլևս Ռուսաստանի հետ Կովկասում, ինչպես իրենք են այլ, ընդհանուր սահման չունենալ։ Եվ լիներ բուֆերային մի գոտի։ Այսինքն Հայաստանի մյուսների անկախացումը այդ նպատակն էր։ Այո, երկու նպատակ ուներ։ Ռուսական ազդեցությունը բացառել։ Երկու նպատակ ուներ։ Առաջինը ռուսական ազդեցության բացառումն էր, եւ երկրորդը, որ էլի շատ կարեւոր էր, Օսմանյան կայսրությունը իր վերջի 100 տարվա պատմության փորձից արդեն գիտեր, մանավանդ 1870-ականներից, որ յուրաքանչյուր մեծ պատերազմից հետո սկսվում են հաշտության բանակցություններ, հաշտության վեհաժողով կամ կոնֆերանս, եւ ենթադրում էր, որ իրենց պիտի նաեւ հարցեր տային, այսինքն հարցեր տային, թե ինչ եղան ձեր քաղաքացի հայերը։ Եվ այս հարցին պատասխանելու համար իրենք ուզում էին նաև ցույց տային, որ իրենք ոչ թե, ինչպես հայտարարում էին, կոտորել են իրենց քաղաքացի հայերին, արևմտահայերին, այլ նրանց տեղափոխել են ապահով վայրեր եւ քանի որ ցույց տալու համար, որ հայերի դեմ իրենք որևէ խնդիր չունեն, կարող են վկայակոչել այն փաստը, որ իրենք դեմ չեն եղել, որ Անդրկովկասում անկախ պետություն ստեղծվի, իդեմս Անդրկովկասի Դաշնային դեմոկրատական հանրապետության, որ ապրիլին կազմավորվեց, կամ հետո իդեմս Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու հատկապես հայկական հանգամանքը ցույց տալու, որ տեսեք հայերը պետություն են ստեղծել Կովկասում, իրենց հայրենիքում։ Բաթումի պայմանագիրը ըստեյության գործիք էր այս նպատակը իրագործելու։ Այո, եւ նաեւ մյուս հանգամանքն էլ Բաթումի պայմանագրի Օսմանյան կայսրությունը խնդիր էր դնում հնարավորինս շուտ հասնել եւ գրավել Բաքուն, դուրս գալ Հյուսիսային Կովկաս, Միջին Ասիա, հա, այսինքն այդ մեծ թուրանը ստեղծել եւ այդ շրջանում Օսմանյան ղեկավար բազմաթիվ գործիչներ ու հատկապես Էնվեր Փաշան, որ ռազմական նախարարն էր, տարված էին այս գաղափարներով։ Այսինքն եւ
Օսմանյան վերջնանպատակը կարող էր լինել այնուհետև հետ վերադառնալ եւ այս փոքր պետությունները Վրաստան, Հայաստան, Ադրբեջան ուղղակի կայսրության կազմում էլ ներառել, եթե համաշխարհային պատերազմը իրենց օգտին ավարտվեր։ Չգիտենք ինչպես կդասավորվեր այս հանրապետությունների ճակատագիրը, նաեւ եթե չլիներ նաեւ գերմանական օժանդակությունը, որտեղ մենք հաճախ անտեսում ենք, որ նաեւ առաջի աշխարհամարտի ավարտական փուլում Գերմանիան էլ չափազանց դրական էր տրամադրված Անդրկովկասիում անկախ պետություններ ստեղծելու հարցում եւ նաեւ փորձում էր տարբեր քայլերով Կովկասի տարածաշրջանում զսպել Օսմանյան կայսրության ախորժակը։ Մանավանդ դա խոսքը վերաբերում է ընդհանրեն Բաքվի նավթին, որի նկատմամբ եւ հավակնություն ուներ Գերմանիան եւ նաեւ Օսմանյան Թուրքիան։ Պարոն Սուքասյան, թեև Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը այսօր կայսրություն չեն կոչվում, հանրապետություն են կոչվում, դաշնություն եւ այլն, բայց սխալ կլինի երևի նրանց չընկալել նաեւ հենց կայսրության ձգտումներ կամ ամբիցիաներ ունեցող ուժ, ընկալել ավելի ճիշտ կլինի երևի ընկալել նրանց հենց այդպիսին, հա, իրենց հավակնություններով խնդիրը այն հողահավաքությունը չի, ասենք Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք կամ այլ պետությունների տարածք իր հարևան կամ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կամ Իրանի, այսպես ասենք, պրոքսի ուժերի միջոցով պատերազմները Իսրայելի դեմ եւ այլն։ Իմ հարցը հետեւյալն է. 100 տարի հետո 100 տարուց ավելի, հա, մենք կրկին ըստ էության գործ ունենք այս ուժերի հետ, Թուրքիայի եւ Ռուսաստանի գերազանցապես, նաեւ իհարկե Ադրբեջանի եւ մեծ տերությունները մշտապես փոքր ժողովուրդներին օգտագործում են որպես մանրադրամ, առևտրի առարկա, շատ հաճախ նրանց, չգիտեմ, պատմագիտության միջոցով, քարոզչության միջոցով համոզելով, որ մեր շահերի տիրույթը նույնն է, որ մենք նույն, այսպես շահերն ենք հետապնդում, կամ մենք կգրավենք, ասենք, Թուրքիայի տարածքը եւ դուք կստեղծեք այնտեղ Հայաստան, եւ ըստ էության ժողովուրդները օգտագործում են նաեւ այս հարաբերությունը։ Այդ ձեր կարծիքով առաջին հանրապետության կործանման դասը մեզ համար որը պետք է լինի։ Ինչպես դիրքավորվել այս կայսրությունների շահային գոտում եւ չգործիքայնացվել որևէ մեկի կողմից, որևէ մեկի դեմ, ըստ էության նաեւ նվազեցնելով զոհաբերման ռիսկը։ Այն, որ բոլոր մեծ պետությունները մանավանդ եթե եղել են նախկինում, իսկ այս դեպքում դուք երկրների անուններ թվարկեցիք պետությունների, որ հարյուրամյակներ շարունակ են կայսրություններ եղել։ Հա, ոչ թե ամենապարզ օրինակը, որ պատկերացնել, թե ինչպես են, չգիտեմ, այդ կայսերական շրջանի գաղափարը ցանկացած ժողովրդի մոտ կենսունակ լինում, կարող ենք նաև մեր պատմությունից օրինակ բերել, չգիտեմ, նույն Տիգրան II մեծի ժամանակահատվածը, որ ընդամենը 2.5 տասնամյակ է եղել, զուտ նկատի ունեմ այդ բացարձակ կայսրությունը, մեր մտապատկերում է արդեն 2000-ամյակից ավել հայերիս։ Եվ այդ հանգամանքը նաև հաշվի առնելով կարող ենք գնահատել, որ ինչպես են հարևան նաև հեռավոր ժողովուրդներ կլինեն բրիտանացիները, ռուսները, թե թուրքերը կամ իրանցիները, ինչպես են ընկալում կամ ընկալել իրենց պետությունները։ Այսինքն, այս նաև հաշվի առնենք, որ կայսրությունները, նաև մեծ պետությունները երկարաժամկետ քաղաքականություն են որդեգրում եւ իրենց հիմնական ուղեգծերը գոնե հարյուրամյակների կամ երբեմն տասնամյակների ընթացքում հաստատ, երբեմն նաև հարյուրամյակների ընթացքում շատ մեծ փոփոխությունների չեն ենթարկվում, հա, այսինքն վերջնանպատակները։ Եվ այդ առումով էլ, այսինքն գուցե չասեմ նորմալ է, բայց նաև ընկալելի է, որ առաջիկա այս պետությունները այս տարածաշրջանում լինելու են, ունեն եւ ունենալու են իրենց շահերը, նաև նախկինում են ունեցել, եւ մենք իբրև պետություն Հայաստանի Հանրապետությունը պիտի հաշվի առնի, որ գտնվում է կոնկրետ այս տարածաշրջանում։ Հա ինքը չի գտնվում, չգիտեմ, հարավ-արևելյան Ասիայում կամ արևմտյան Եվրոպայում։ Չէ, ինքը գտնում այս կոնկրետ տարածաշրջանում եւ այդ հանգամանքը հաշվի առնելով կարծում եմ, որ պիտի հարաբերություններ պահպանի նաեւ հարևանների հետ։
եւ փորձի նրանցից որևէ մեկի օգտին ընտրություն կատարելը այն ինչով է ավարտվում։ Օրինակ 1914-15 թվականներին էլ այդ շրջանի դասը մեզ համար ուսանելի չի։ Տեսեք, այնպես չի որ միայն այդ բան չի դա։ Մեր մոտ ընկալում կա, որ պատմությունը պիտի նույնությամբ կրկնվի։ Իրականում նման հանգամանքի մասին խոսելը չափազանց, այսպես ասենք, նաև, չգիտեմ, հաճախ նաև շատ մեր գործընկերներ համարում են ոչ գիտական է։ Հա, պատմություն որոշակի նմանություններ կան, մանավանդ իմ շեշտած նաև հանգամանք հաշվի առնելով, որ այսպես ասենք մեծ պետությունները ունեն, այսպես ասենք, նաև կայսերական քաղաքականություն, հատկապես արտաքին հարաբերությունների հանգամանքը, որ ամենաերևի պահպանողական ուղղվածություններից մեկն է քաղաքականության, ընդհանրապես պետությունների, բայց նույնությամբ չի կրկնվում եւ ժամանակի ընթացքում տարբեր նյուանսներ են լինում, հա, փոփոխություններ, մեծ, փոքր, նաեւ աշխարհն է որոշակի փոփոխությունների ենթարկվում։ Ճիշտ է, ընդհանուր ինչ-որ տենդենսներ կան, որ մենք պիտի հաշվի առնենք, բայց նաեւ կարևոր հանգամանք է այն, որ մենք նաեւ նայենք, թե նախկինում ինչ է եղել, հա, իմ ասած այդ նախկինում։ Դա մենք պիտի ուսանենք, հա, սովորենք, հաշվի առնենք, նաև կիրառենք, բայց չակնկալենք, որ ինչ որևէ դեղատոմս, եթե եղել է, չգիտեմ, 50 տարի առաջ կամ 100-150 տարի առաջ, այսօր էլ կարող է նույնությամբ գործել։ Սա էլ մեկ այլ հանգամանք է։ Իսկ այն, որ պետք է բոլոր պետությունների հետ հեռավոր, հարևան եւ հարակից եւ այլն ունենալ առնվազն տանելի հարաբերություններ, գոնե դա իմ համոզմունքն է։ Պարոն Սուքիասյան, 20-րդ դարի առաջին 2-3 տասնամյակը ըստ էության լավագույն շրջանն է ուսումնասիրողների համար, նաեւ հետաքննելու հայ քաղաքական մտքի հետեւյալ պատկերացումը, որ կան մահմեդական հարևաններ, Թուրքիա, Ադրբեջան եւ այլն եւ նրանց հետ մեզ շփվելու միջոցը կարևորագույն դա Ռուսաստանի Հովանին է, ընտանիքը, որ ասում ենք, չէ, որ անկախություն անգամ չեն պատկերացրել այսօր, այլ ծածկվենք տանիքի տակ, ինչ որ մի օր բայց ներողություն այն ժամանակվա համար, նույն 19-րդ դարի երկրորդ կեսին դա արդեն առաջընթաց կարող է համարել։ Այո, որովհետև մենք չմոռանանք, որ 19-րդ դարի երկրորդ կեսին սկսվեց, այսպես ասենք, այդ զարթոնքը ժողովուրդների, եւ նաեւ դա ռուսական կայսրության ժողովուրդների վրա էլ տարածվեց, նաեւ հայերի վրա էլ եւ ոչ միայն հայերի։ Այսինքն նաեւ ջարդեր փրկվելու խնդիր ունեն հայերը այդ շրջանում, դա տաղնիկ էր, որը կարող էր աջակցել։ Եվ իրականում այդպես էլ կար, որովհետեւ եթե մենք տեսնենք հայազատագրական միտքը առաջնահերթ էր համարում Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող հայկական տարածքներում առաջնահերթ ինքնավարության հասնել, որովհետև ի տարբերություն ռուսական կայսրության, որտեղ իհարկե էլի կային կայսրություններ, կային բռնաճնշումներ, հայկական դպրոցներ էին փակվում եւ այլն, հա, խոսքի մամուլի ազատության սահմանափակում կար կուսակցությունների գործունեության, բայց այս ամենով հանդերձ ռուսական կայսրությունը եվրոպական տիպի պետություն էր։ Մենք դա չպիտի մոռանանք, որովհետև շատերի մոտ ընկալում կա, որ, չգիտեմ, ռուսական կայսրությունը դա նույն ԽՍՀՄ-ն էր, այդպես չէր։ Ռուսական կայսրությունը, երբ որ մուտք էր գործում 19-րդ դարասկզբին մեր տարածաշրջան, դա ինքը ընկալում էր եվրոպական տիպի պետություն եւ այդպես էլ կար։ Հա, այսինքն եվրոպականացվող պետություններ գոնե Պետրոս առաջինի շրջանից 18-րդ դարասկզբից հատկապես սկսած, եւ այս պետությունը զգալի դրական փոփոխությունների բերեց նաեւ մեր տարածաշրջանի դեպքում։ Իսկ Օսմանյան կայսրության դեպքում կար ամենակարևորը անձի գույքի ապահովության խնդիր, ինչը չկար, մեծ առումով չկար ռուսական կայսրության տարածքում։ Այդ էր պատճառը, որ հայերի համար ռուսական իշխանությունը ավելի նախընտրելի էր, քան Օսմանյանը։ Ու դա սովորական միջին վիճակագրական հայի ընկալումների տեսակետից շատ տրամաբանական է։ Իսկ արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ որ հայ գործիչները հատկապես ուսանելու նպատակով սկսեցին այցելել եվրոպական բուհեր, հատկապես շվեյցարական, գերմանական եւ ֆրանսիական բուհերի մասին է խոսքը, որտեղ Բրիտանիայում սովորել այդ շրջանում հայերի միջավայրում շատ տարածված չէր։ Հա, ամենատարածված նաեւ լեզուները, նաեւ գերմաներենը եւ ֆրանսերենն էր, այդ էր պատճառը, որ նշածս 3 երկրներ էին հիմնականում գնում սովորելու եւ
այդ ուսումնառությունը չափազանց մեծ ազդեցություն գործեց հայ քաղաքական մտքի ձևավորման վրա, որովհետև պատկերացրեք այդ շրջանի միջին վիճակագրական հայ երիտասարդը դժվարություններով եւ այլն հովանավորներ գտնելով ընտանիքի օժանդակությամբ եւ այլն հայտնվում էր Եվրոպայում, Արևմտյան Եվրոպայի մասին է խոսքը, եւ տեսնում էր այդ ահռելի տարբերությունները իր հայրենիքի եւ Եվրոպայի եւ սկսում էր մտածել, իսկ ի՞նչն է պատճառը։ Ու շատ երիտասարդներ սկսում են չսովորել, հա? Իրենց ծնողներն ուղարկել էին, որպեսզի լավ կրթություն ստանային, դառնային իրավաբան, տնտեսագետ, հատկապես բժիշկ, վերադառնային եւ ապահոված, այսպես ասենք, ընտանիք ունենային, նաեւ ֆինանսապես ապահով, եւ այս երիտասարդները տեսնելով Եվրոպայի եւ հայրենիքի միջև եղած ահռելի տարբերությունը սկսում էին մտածել, լավ, եթե մենք դարձանք լավ մասնագետ, գնացինք, աշխատեցինք, մեր ընտանիքը, հարազատներն ապահովեցինք, իսկ երկիրը եւ այդ ընթացքում է, որ այս երիտասարդներից շատ-շատերը դուրս էին գալի ուսումնառությունից կամ չափազանց վատ էին սովորում, դասերի չէին հաճախում եւ այս ժամանակը օգտագործում են հասարակական, քաղաքական տարբեր խմբերին հարելու եւ ընդհանրապես նախկին ռուսական կայսրության միջավայրի քաղաքական գործիչներն են միավորվում իրար հետ եւ նաեւ եվրոպացիների ազդեցությունն էր չափազանց մեծ եւ այդ շրջանում էր որ սոցիալիստական շարժումներն ու մտածելակերպը մեծ ծավալով ներմուծվեց նաեւ հայկական իրականություն եւ այստեղ շատ մեծ դեր ու նշանակություն ունեցան Եվրոպայում սովորող հայ երիտասարդները եզակի էին այդ երիտասարդները որ ուղղակի նվիրվել են ուսմանը ես կարող եմ մի լավ օրինակ բերեմ ենթադրենք Ռուբեն Սևակը որ ինքը ուղղակի սովորող էր եւ բացարձակ գնահատականներով էր սովորում Լոզանի համալսարանում եւ բժիշկ դարձավ, հա, ճանաչված բժիշկ դարձավ։ Բայց մեծամասնությունը այդ շրջանի գործիչների, գրողների, հրապարակախոսների, քաղաքական գործիչների, եթե նայենք իրենց կենսագրությունները, մենք կտեսնենք, որ սովորել են մի քանի բուհերում։ Երբեմն 3-4 եւ կարող է մեր մոտ տպավորություն ստեղծվել, որ մի քանի բուհ են ավարտել։ Իրականում շատերի սովորելը եղել է ուղղակի ժամանակավոր եւ դա այդ պայմանական ասած ալիբի է եղել, թե ինչի իրենք պիտի այդ պետության տարածքում մնան։ Գտնվեն, Այսինքն այս հանգամանքը չափազանց մեծ նշանակություն ունեցավ հայկական իրականության համար։ Եվ այս տարբերակվածությունը, հույզերը, որ այդ շրջանի մարդկանց համակեցին, հենց դրանով էր պայմանավորված, որ իրենք փորձում էին ինչը տեսել էին Եվրոպայում ներմուծել իրենց հայրենիք։ Եվ դա ինչպես ազդեց անկախ հանրապետության ստեղծման վրա, գործոնի վրա։ Ամենամեծ ազդեցությունը, որ ունեցավ, մենք տեսնում ենք, որ առաջին հանրապետության ղեկավար գործիչների գերակշիռ մասը հենց այս մարդիկ էին, ովքեր Եվրոպայում էին, ճամփորդել էին, ապրել էին որոշակի ժամանակահատված, սովորել էին բարձրագույն ուսումնական հաստատություններով, այնուհետև վերադարձել են եւ մեծամասնությունն իրենց նվիրել էին կրթությանը, այսինքն ուսուցիչներ էին աշխատում։ Եվ սա էր պատճառ հանդիսացել, որ խորհրդային պատմագիտությունը ծաղրական վերաբերմունք էր դրսևորում առաջին հանրության ղեկավար գործիչների նկատմամբ եւ անվանում նաեւ այդ շրջանը նաեւ կոմունիստները ասում են վարժապետների կառավարություն։ Այսինքն այդ վարժապետը բացասական առումով էին իրենք օգտագործում, բայց իրականում այդպես չէ։ Դրանք ամենակրթված մարդիկ էին այդ շրջանի։ Հետաքրքիր է, որ Եվրոպայում գտնվելը եւ այնտեղի կրթությանը, մշակույթին, պետությունների ստեղծման եւ գոյատևման համակարգին ծանոթանալն է ողջևորել մեր նախնիներին պետություն ստեղծել։ Այո, մեծ առումով ոչ միայն մեր նախնիներին, հայերին է, ազգությամբ հայերին է, նաև ընդհանրապես ռուսական կայսրության ժողովուրդների ներկայացուցիչներին, այդ թվում վրացիներին, հրեաներին, լեհերին, նույն ռուսներին, ուկրաինացիներին, այսինքն մենք գիտենք, չգիտեմ, հատկապես պատմաբաններս, հա, բոլշևիկյան բազմաթիվ առաջնորդներ իրենց կյանքի որոշակի ժամանակափուլ անց են կացրել Արևմտյան Եվրոպայում։ Պլեխանովը կլիներ, Վլադիմիր Լենինը կլիներ, մեր դեպքում Ստեփան Շահումյանը եւ այլն, հա, շատ դաշնակցության առաջնորդները, հնչակյան կուրսակցության գործիչները,
Իսկ չմոռանանք Դաշնակցության հնչակյանների մամուլի հիմնական վայրը դա են Ժնևներ։ Ժնևներ Դաշնակցության կենտրոնատեղին Եվրոպայի մինչև առաջին աշխարհամարտը։ Այսինքն չափազանց մեծ ազդեցություն ունեն եվրոպական միտքը, հայկական եւ ոչ միայն հայկական, ընդհանրապես ռուսաստանյան քաղաքական մտքի վրա եւ եվրոպացիներից վերցնելը նաեւ նորմալ էր դիպում։ Հետո այլ հարց է, որ խորհրդային միության ժամանակ արդեն այդ կարմիր թելը անցավ եւ այսպես ասենք փակվեց արևմուտքը խորհրդային միության քաղաքացիների համար։ Ռուսական կայսրության ժամանակ այդպես չէր։ Չմոռանանք, որ ռուսական արքունիքի բազմաթիվ ներկայացուցիչներ խնամիական կապերով կապված էին եվրոպական արքայական ընտանիքների հետ։ Այսինքն դրա համար ռուսական կայսրությունը դրա համար ես սովորություն եմ ասում, եվրոպական տիպի, բայց թույլ զարգացած պետություն էր, ավելի հետադիմական, բայց եվրոպական տիպի պետություն էր։ Այո, ոչ ամբողջական եվրոպական։ Պարոն Սուքիասյան, տեսեք, եթե այսպես ամփոփենք մեր զրույցը դասերի կոնտեքստում, հա, ես հասկանում եմ պատմաբանները հսկայական աշխատություններ կարող են գրել յուրաքանչյուր անձքի, յուրաքանչյուր դեպքի սխալի թույլ տված աշխարհաքաղաքական իրողություններում չկողմնորոշվելու կամ սխալ կողմնորոշվելու կամ գործիք դառնալու, այսպես ասենք, խնդիրների վերաբերյալ կարելի է դրանք հետազոտել եւ հետազոտել։ Ես կուզեի տեսնել այդպիսի արդի հետազոտություններ, նաև մենք սիրով այստեղ կհրավիրենք։ Եթե նաև այսօրվա մեր իրողություններին վերադառնանք, Հայաստանի Հանրապետություն, որը գտնվում է վտանգավոր պետությունների մեջտեղում, առնվազն արևելքից եւ արևմուտքից, բայց հարկադրված է նրանց հետ գործ ունենալ առանց տանիքների, առանց հովանավորների, առանց Ռուսաստանի Դաշնության, որը նախկինում մենք պատվիրակում ենք, չէ՞, մեր անունից խոսելու հնարավորությունը եւ այսպես արդյունքների կրողն ենք հիմնականում, ոչ թե բանակցողը։ Ինչպես հարաբերվել այսքան շատ վտանգավոր հարևանների հետ, միայնակ ձեր պատմաբանի փորձը ինչ դասեր է մեզ տալիս, այսինքն չվախենալ սեփական անկախությունից, վերցնել այդ ամբողջ ծանրությունը պատասխանատվության, բայց սեփական պետության ինքնիշխանությունը ապահովելու խնդիրը լուծել։ Ինչ կարող եք ասել։ Եթե նկատի ունենք առաջին հանրապետության շրջանի հանգամանքները հաշվի առնելու, կարող ենք նշել, որ առաջամտյան շրջանում եթե անկախացմանը հաջորդող առաջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն էր հարաբերվում իր հարևանների հետ, որտեղ այլ տարբերակել չուներ։ Բայց երբ որ առաջին աշխարհամարտը ավարտվեց դաշնակիցների Անտանտի երկրների հաղթանակով եւ նաեւ մեր տարածաշրջան ժամանեցին հատկապես բրիտանական ու ֆրանսիական ներկայացուցիչները, հայր այդ շրջանից սկսած փորձեցին էլի նրանց օժանդակությամբ հարաբերվել իրենց հարևանների հետ։ Դա տիրոջ փնտրտուք էր, թե գործընկերոջ, դուք ոնց կորակեք։ Իրենք կարելի է արձանագրել ոչ այնքան տիրոջ, ինչքան ավագ գործընկերոջ։ Ավագ հովանավորյալ երկրի, պատահական չի, որ առաջամտյան շրջանում հույս ունեն, որ Միացյալ Նահանգները Հայաստանի մանդատը պիտի վերցնի։ Այսինքն նաև եթե ձեր կողմից նշված Ռուսաստանի Դաշնության դեպքում էլ հայկական ընկալումի կարծում եւ նախկինում նաև այսօր ոչ թե տիրոջ հանգամանք է, այլ ավագ վստահելի գործընկերոջ։ Այդպիսին է հայկական ընկալումը։ Թե ով ինչպես է դա փոխում կամ ինչպիսին է իրականություն դա լրիվ այլ հարց է։ Գոնե իմ տպավորությունն այն է, որ հայկական ընկալումը իբրև նաև եվրոպական տարբեր մեծ կամ փոքր մեծ պետությունների նկատմամբ այդպիսին է։ Եվ ոչ պատահականորեն հայրս դեռ 15-16-րդ դարից այդպիսի ընկալումներ ունենք հիմնականում քրիստոնեական պետությունների նկատմամբ։ Չգիտեմ, դա կլիներ 17-18-րդ դարում Գերմանիան, հա, գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրությունը կլիներ, հետո նման ցանկություններ հայկական քաղաքական միտքը վերագրում նաև Ֆրանսիային, հետո ռուսական կայսրությանը եւ այլն, հա, այսինքն այս նման ընկալում կար։ Ընտրությունները միշտ շարունակվել են, հա։ Այո, գուցե սովորական միջին վիճակագրական հայի ընկալումներում կա այդպիսի, որ ավակ եղբոր, հա, բայց դա պարտադիր պիտի լինի քրիստոնեական երկիր։ Օրինակ դա
երևի գոնե այսօրվա ընկամ թե հետո ինչ կփոխվի, ես դժվարանում եմ ասել, բայց պատմական փորձ հաշվի առնելով նախկինում էլ այդպես էր։ Դրա համար, չգիտեմ, դեպի Չինաստան կլինի, Հնդկաստան նայելը կամ այլ երկրներ նայելու սովորություն նախկինում էլ չի եղել, այսօր էլ գուցե շատ քիչ կա։ Բայց ինչի՞ց էր գալիս ավագ եղբոր փնտրտուքի անհրաժեշտությունը։ Ասեմ, այդ սովորությունը մենք տեսնում ենք արդեն, չգիտեմ, Բագրատունյանց թագավորության կործանումից սկսած, Կիլիկիայի ժամանակահատվածում, եւ այդպես ասենք, այդ ավագ եղբայրը հաճախ նաեւ սկզբում բյուզանդյան էր։ Եվ լինելով առաջին քրիստոնյա պետությունը Հայաստանը, հա, նման այդպես ասենք իրավասություն էր իրեն վերագրել եւ Հայաստան պետությունը եւ նաեւ հայ բնակչությունը, որ ինքը յուրահատուկ է եւ քրիստոնեական մեծ պետությունները ունեն իբրև թե պարտավորություն հայրի նկատմամբ իբրև առաջի քրիստոնյա ժողովրդի եւ այդ շրջանում էր, որ արդեն 9-րդ դարից սկսած առաջացավ մի փաստաթուղթ, պայմանական փաստաթուղթ, հայազատագրական լեգենդը, որ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել, նաեւ շատերն են անդրադարձել այս լեգենդին, որի նպատակն այն էր, որ եվրոպական կամ քրիստոնեական եվրոպական օժանդակությամբ հայերին ազատեն մուսուլմանական ազդեցությունից, տիրապետությունից։ Այսինքն սա դարերով է ձևավորվել եւ շատ հեշտությամբ էլ չի կարող նաեւ սա ավարտվել։ Այսինքն պայմաններն են հայերի, այսպես ասենք, բնակության պայմաններն են, հարևաններն են, օտար նաեւ հատկապես մուսուլմանական տիրապետությունն է, որ զգալի չափով ազդել եմ այդ մտածելակերպի վրա եւ այդ փնտրտուքն է բերել, հա, նաեւ շարունակվող փնտրտուքը, հա, որը որոշակիորեն նաեւ այսօր էլ կա, բերել է այդ համոզման, որ միայնակ հնարավոր չէ բոլոր հարևանների հետ, այսպես ասենք, պայքարել եւ դրա համար պետք է նաեւ օժանդակություն եւ նաեւ ակնկալիք կա, երբեմն ավելորդ ակնկալիք կա այլ պետությունների նկատմամբ, նաեւ բարեկամական պետությունների նկատմամբ, հա, իհարկե, բայց այդ պետությունները երբեմն իրենք նաեւ այլ կարող են նպատակներ, նաեւ շահեր ունենան եւ ընդհանրապես աշխարհում նաեւ մեր տարածաշրջանում, բայց նաեւ պատմաբաններիս համար հետաքրքիր է այս ամենը իբրև գիտական նյութ ուսումնասիրելը, նաև հասկանալ այդ հանգամանք, հա, մտածելակերպը ազգի, ժողովրդի, դա ինչպես է փոփոխությունների ենթարկվում, բայց նաև իբրև ամփոփում ասեմ, որ էական փոփոխությունների չի են, շատ դժվար է այդ փոփոխությունները տեղ ունենում ժողովրդի շրջանում։ Պատմությունը իմ կարծիքով ամենաարդի գիտություններից է, ինչքան էլ նա անցյալի մասին է, բայց եթե ճիշտ դատողություններ անենք մենք մեր սեփական պատմությունից առնվազն, ինքը շատ արդի եւ որակյալ քաղաքական մտքի ձևավորմանը կարող է նպաստել։ Այս իմաստով էլի վերջին տասնամյակներում, վերջին տարիներին հատկապես յուրաքանչյուրս ապրում ենք այս պետությունում եւ իրողություններին ծանոթ ենք, այդ մեծ եղբոր Ստուգատեսը չհանձնեց Ռուսաստանի Դաշնությունը եւ մենք սկսեցինք այլ մեծ եղբայրների փնտրտուք՝ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ մեր հավաքական ակնկալիքը այն է, որ մեր հարևանների հետ պայքարում նրանք կաջակցեն մեզ, այսպես գոյատևել կամ բալանս պահպանել ռազմաքաղաքական եւ այլն։ Իհարկե Հայաստանի իշխանությունը փորձում է երկկողմ շփումներ ունենալ այս երկրների հետ եւ հարաբերություններ նորմալացնել, ես չգիտեմ դա ինչով կավարտվի, այդուհանդերձ նրանք հույս չեն դնում արտաքին այդ դերակատարների աջակցության վրա, ձեր ընկալմամբ էլի կրկնեմ, այդքան վտանգավոր հարևաններ ունենալով, այդ որը պետք է լինի նրանց հետ խոսելու բանալին, ես այսպես մեկուսացման կոչ բացարձակ չեմ անում, հա, յուրաքանչյուր լավ գործընկեր ունեցող պետություն ավելի ուժեղ է, ավելի հարուստ է եղել, բայց մենք ենք խոսում մեր փոխարեն եւ խնդիր ունենք այս պետությունների հետ որոշակի նորմալացումների գնալ։ Ձեր պատմաբանի գիտելիքները ինչ կարող են մեզ փոխանցել այս մասով։ Ես կարծում եմ, որ պետք է բոլորի հետ, հա, եւ հարևան եւ հեռավոր պետությունների հետ ունենալ առնվազն տանելի հարաբերություններ եւ
իմ տպավորությունն նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդամյակցության շրջանում գրեթե բոլոր իշխանություններն էլ դրան ձգտել են։ Փորձել են, Այո, փորձեր են կատարել, թե ինչ, բայց այսպես ասենք, սա մի հանգամանք է, որ միայն մի կողմի ցանկությամբ կամ տրամադրվածությամբ չէ պայմանավորված, այսինքն հարևան կամ ոչ հարևան այլ պետություններն էլ պիտի համարժեք ցանկություն ունենան։ Այսինքն եւ այդ առումով գոնե իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, արտաքին հարաբերությունների առումով Հայաստանը պետք է իր քայլերը կատարի նորմալացնելու բոլոր հարևանների հետ հարաբերությունները, հաշվի առնելով նաեւ եղած կամ արկա տարբեր հանգամանքներ, բայց նաեւ չպիտի չափազանցված ակնկալիքներ ունենալ։ Այո, դրանից որ ռիսկերը կնվազեն, կոչնչանան եւ մենք այո, լրիվ չեն ոչնչանա, բայց նաեւ միշտ երկխոսությունը, նաեւ բանակցությունը շատ ավելի լավ է, քան դրա բացակայությունը, որտեղ հաճախ դա կարող է բերել զինված հակամարտության, պատերազմի եւ այլն։ Մեծ եղբոր սինդրոմից մենք կարող ենք ազատվել։ Գիտեք, ոչ այնքան մեծ եղբոր սինդրոմից ազատվել, չազատվելու խնդիր կա, այլ պիտի փորձել, այսպես ասենք, հնարավորինս բաց եւ པարզ հարաբերություններ ունենալ նաև մեծ պետությունների հետ եւ տարածաշրջանային լուրջ խաղացողների հետ։ Եվ եղած խնդիրները, եթե նաև կան պետությունների միջև եւ բարեկամների միջև էլ նաև սովորական մեր փոքր ընտանիքներում էլ կարող են լինել խոսք ու զրույցներ եւ դա նորմալ է, հա, նաև պետությունների դեպքում էլ կարող են հարաբերություններում լինեն, չգիտեմ, լավ եւ վատ օրեր եւ նաև խնդիրներ, որոնք պիտի քննարկել եւ լուծել։ Այսինքն այդ առումով ես կարծում եմ, որ պետք չէ նաև չափազանցված, այսպես ասենք, դրական կամ բացասական ակնկալիքներ ունենալ, ուղղակի պետք է աշխատել, հա, դիվանագիտություն նաև ամենօրյա աշխատանք է։ Պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուրընկալել ենք պատմաբան Համոս Սուքիասյանին։